Փառքեզին Աստված, դու փառավոր Աստված ես Տեր։ Շնորհակալ ենք այսօրվա հնարավորության համար Տեր, որ հավաքվել ենք, առնենք քո խոսքը Տեր։ Խնդրենք, որ քո խոսքը օրհնությունով Տեր հասնի մեր սրտերին։ Թող ամեն խանգարող միտք թող քանդված եղնի Տեր։ Թող բացվի մեր սիրտը քո համար, որ քո խոսքը դեղի պես գա, հասնի եւ զորացնի մեզ։ Տալիս ենք ողջ փառքը քեզ, դու արժանի ես փառք քեզ։ Ամեն։ Փառք Աստծուն։ Օրհնված ենք փառաբանությունով Աստված ձեզ շատ օրհնի։ Կարող ես նստել ու քու կողքինիդ մի օրհնակի լավ խոսք ասել։ Միշտ կասեմ իմ խոսքի մասին, մի փոքր նախաբան ունեմ, որ կուզեմ խոսեմ սրա մասին, որ շատ կարևոր է։ Երբ որ մեզ հարցնում են հաճախ, թե որ եկեղեցուց եք, մենք միանգամից այսպես սկսում ենք խճճել ու սենց խրթին պատասխանով եւ կոնկրետ մարդկանց պատասխան երբեմն չեմ ասում բոլորս, որ սա շատ կարևոր է, որ մենք իմանանք։ Երբ որ փոքր երեխային դպրոցում հարցնում են անուն ազգանուն, երբ որ ինքը չկարողանա պատասխանի, դա մի քիչ նորմալ չի։ Այսպես նույնպես մենք պետք է հասկանանք, որ եկեղեցուց ենք, մենք պետք է ասենք, որ մենք ավետարանական եկեղեցուց ենք։ Ավետարանը երբեմն մարդիկ չեն պատկերացնում ինչ ոնց, ասեն, որ ավետարանը սա Աստվածաշունչն է։ Տեսեք, ասենք կա ինչպես առաքելական մեր հայկական եկեղեցին, չէ, ասենք ազգային, կա ուղղափառ եկեղեցին, կա կաթոլիկ եկեղեցին եւ մեր ավետարանական եկեղեցին ինքը շատ մեծ մաս է կազմում։ Եվ այդ երբ որ նայում ես ամբողջ այդ աշխարհի այդ որ եկեղեցին քանի միլիոն է, կաթոլիկ եկեղեցին կազմում է 1 միլիարդ, մեր ավետարանական եկեղեցին ինքը շատ մեծ մաս է կազմում։ Ուղղափառ եկեղեցին, պրավասլավնի եկեղեցին ինքը կազմում է 250 միլիոն, այսինքն մերը 800 է, բայց սա այս թվերը ասում եմ, որ դուք հասկանաք, ինչքան է մեր եկեղեցին մեծ։ Ինքը գրանցված եկեղեցի է մեր եկեղեցին, այնպես որ բոլոր փաստաթղթերով ինքը հաստատված եկեղեցի է։ Այսինքն մենք չենք մոռանում մեր եկեղեցու անունը։ Մենք ավետարանական հավատքի քրիստոնյաներ ենք։ Հիշում ենք, չէ՞, այս շատ ամուր բայեք ձեր մոտ, որ ձեզ հարցնան, որտեղ մեկը կասի, գիտես, ես այս եկեղեցուց եմ, այն եկեղեցուց, բայց բոլոր եկեղեցիներս մենք բոլորս ավետարանական եկեղեցու հավատքի քրիստոնյաներից ենք մենք։ Սա ինչպես մի հատ sense ինֆորմացիայի համար, որ շատ կարևոր է որ մենք իմանանք։ Մի կարևոր բան է կա, որ տեսեք, երբ որ մենք նայում ենք ուղղադավան եկեղեցուն, առաքելական եկեղեցուն, կաթոլիկ եկեղեցուն, մենք ինքներս պետք է հասկանանք, որ մենք, եթե ասենք մենակ մենք ենք ճիշտ, շատ եկեղեցիներ ցավոք սրտի նրանք խոսում են, ասում են մենք ենք ճիշտ եւ մնացածը ճիշտ չեն։ Մեր ավակ Հովիվ Գորմեխակյանը ինքը մի լավ քարոզ տվեց, որ ինքը խոսում էր, որ եւ օրինակ բերեց, երբ որ եկան մեր Տեր Հիսուս Քրիստոսին ասացին, մենք անցնելով ջրի այն կողմը, տեսանք, որ քո անունից քարոզում են եւ խոսում են։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը ո՞րն էր, ասում է, ով մեզ դեմ չի, մեր կողմն է։ Ու սա մենք պետք է հասկանանք, որ եկեղեցին, որ նրանք երբ որ երրորդություն են պաշտում, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին, նրանք բոլորն են ճիշտ եկեղեցիներ են։ Այսօրվա իմ խոսքս, որ պատրաստել եմ, եսպես եմ վերնագրել, մի կորցրեք ձեր ազատությունը։ Ինչի համար մի կորցրեք ձեր ազատությունը, որովհետև մենք Քրիստոսին գալով, մենք եկել ենք Քրիստոսին գալով, մենք ազատվելու մեր մեղքերից, մեր վատ սովորություններից, եւ ազատվելով մենք այդ ազատությունը երբեմն կորցրելով ոնց ենք կորցնում։ Մեզ թվում է թե ինչ-որ բաներ անել չանելու մեջ, հա, այս ինչը կանես, այս ինչը չես անեսի, քեզ կարելի է, չի կարելի։ Աստվածաշունչը խոսում ասում է ձեզ ամեն բան կարելի է, բայց որը որ ձեզ պետք է, որը որ մեզ վնաս է, դա մեզ չի կարելի։ Ու գիտես շատ ժամանակ այդ ազատությունը մենք կորցնելով գնում ենք մտնում կրոնի մեջ, որ ինքը մեզ ստանում է փակուղի, այսպես ասեմ։ Աստվածաշունչի Գաղատացիս 5-րդ գլխի առաջի խոսքը, եկեք տեսնենք։ Եվ արդեն ազատությունը, որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացեք, դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք։ Այսինքն մենք կարանք նույնպես թլպատվելու մասին խոսենք, օրենքի մասին խոսանք, օրենքը գիտես շատ
ճիշտ է, լավ է օրենքը։ Եթե չլիներ օրենք, մենք չէինք հասկանա մեղքը։ Օրենքը գալիս է, որ մենք հասկանանք մեղքը, բայց մենք օրենքով չէ, որ փրկված ենք։ Երբ որ նայում ես ռուսերեն այդ Աստվածաշունչը, որ բացում ենք կարդում ռուսերեն, դեռ խոսում ասում է «Ստոյցե սվաբոդե», կանգնեք ազատության մեջ։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ հայերեն ասեմ ձեզ, որ մենք ունենք 9 թարգմանություններ, Աստվածաշնչյան 9 թարգմանություններ, գրաբար կլինի, արարատյանը կլինի, ու այսպես շատ թարգմանություններ կա եւ ասում որ բոլորն էլ ճիշտ են, բոլորն էլ իրանք շատ լավն են, բայց մի փոքր բառերի, ասենք, շատ փոքր տարբերություն կա, բայց միտքը դա նույնն է։ Եվ միտեղ խոսքը ասում է, որ ասում է պինդ կացեք ձեր ազատության մեջ։ Ռուսերենում խոսում է «Ստոյցե սվաբոդե», հաստատ կանգնեք, որտեղ շատ ժամանակ մարդիկ կան, որ թուլանում են հավատքի մեջ, քանդվում են, իրանց հավատքը սկսում է փչանալ, քանդվել, եւ իրանք թուլանում են։ Այսինքն կարա քո հավատքը փչանա, դու կարաս ասենք հոգեվոր հիվանդանաս, հոգեվոր լավ չլնես ու խնդիրների մեջ եղնելով, բայց խոսքն ասում է, որ պինդ կացեք մեր հավատքի մեջ եւ խոսքն ասում է, որ հաստատ կացեք, դարձյալ ծառայության լծի տակ մի մտեք, որտեղ շատ ժամանակ մենք լինելով մեր մեղքերի մեջ Աստված մեզ ազատ արել, մենք նորից գնում մտնում ենք այդ ծառայության մեջ։ Այս ինչը կանեմ, լավ կլինի, սա չի կարելի, սա պետք է, սա պետք չէ, այդպես շարունակ։ Ասեմ, որ կրոնը, երբ որ կան այսպես չաստվածներ, այդպես կարամ ասեմ, որ իրանք կրոն են ու շատ ժամանակ մեր առողջ քրիստոնեությունը մարդիկ երբ որ սկսում են հոգուց դուրս գալ, այսինքն հոգուց դուրս գալ, հոգին Աստված ասում է ես հոգի եմ եւ բնակում եմ ձեր մեջ։ Եթե Տիրոջ զորությունը մեր մեջ չի գործում, մեր Աստված պաշտությունը, առողջ Աստված պաշտությունը, քրիստոնեությունը կամած գնալով նա դառնում է կրոն։ Այսինքն ինչ որ ծիսական ավանդույթի պես, այսպես պապենական եկած ավանդույթներով, այս ինչը կարելի է, այս ինչը չի կարելի, երբեմն թողնում ենք Աստվածաշնչի պատվիրանները եւ մենք հասնում ենք այդ կրոնին եւ ամեն բան մտնում է փակուղի, ինչպես խոսեցի։ Գաղատացիս 5:13, եկեք բացենք։ Ասում է, որովհետեւ դուք ազատության համար եք կանչված։ Չէ՞ մենք խոսում ենք, ասում ենք, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատություն է։ Որ քրիստոնյան իր դեմքին ծիծաղ չկա, ինքը իր մեջ ուրախություն չկա, դա արդեն նորմալ չի։ Աստված մեզ չի կանչում գերությունից գերություն։ Հա ես հետո պետք է այդ խնդիրների մեջ մնայի ու գամ եկեղեցու նորից ճնշված եղնեմ, էլ ուրա մեր քրիստոնյա եղնելը։ Այսինքն Աստված կանչել է, որ մենք ծառա չլնենք։ Եվ ասեմ քեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում ասում է իմ բարեկամ, իմ ընկեր։ Հիմա կասես, գիտես, բարձրյալ Աստված, այո, բարձրյալ Աստված խոսում ասում է իմ բարեկամ, իմ ընկեր։ Նա նույնիսկ եկավ իմ համար եւ քո համար այրուն թափեց։ Եվ ասում է, եւ այլևս ծառա չեք, այլ ժառանգներ եք, չէ՞, մենք պիտի ժառանգենք երկնքի արքայություն եւ ում հետ Քրիստոսի հետ։ Փառք Աստծուն, թող Աստված Սուրբ Հոգին ավելին բացի ձեզ համար, որ դա սա մեծ հավիտենություն պետք է ժառանգենք Քրիստոսի հետ։ Երբեմն մենք ինքներս պարտավորվում ենք պատվիրանները պահելու մեջ։ Սա շատ լավ է, որ պատվիրանը պետք է պահենք, Տերը մեր Աստված տվել է մեզ պատվիրանները, 10 պատվիրանները ձեզ հետ ունեցեք։ Երբեմն մենք պատվիրանները պահում ենք այսպես վախով, ասեմ, որ Աստծո վախը լավ է, որ ունենանք, երբ որ Աստծո վախ կա, դա մեզ տանում է արդարությամբ, եւ մենք մեղքից հեռու ենք։ Շատ լավ է դա։ Բայց կա մեկ ուրիշ տեսակետ, երբ որ դու մեղքը ատում ես։ Երբ որ դու մեղքը ատում ես, քո մտքով էլ չի հասնի, որ կարելի է այս ժամանակ, այս միջոցին, մեղքի միջոցով հասնել ինչ-որ քո նպատակին։ Դու ատում ես մեղքը, դու կարաս մի փոքր ստես, մի փոքր ծռես, մի փոքր ավելացնես, խաբես եւ հասնես քո նպատակին։ Բայց երբ որ դու ատում ես մեղքը, դա քեզ համար, ասեմ քեզ, որ դա վատ տարբերակ է, դու նույնիսկ չես էլ մտածում։ Եթե դու քո ներսը բնակվում է Քրիստոսի հոգին, դու ատում ես սուտը, ատում ես գողանալը, ատում ես զրկելը, ատում ես բռնությունը,
դա քո մեջ չկա, ադում ես չարությունը, դու գիտես դա քո մեջ չի նստված։ Ու այս դեպքում դու ոչ թե ինչ-որ պատվիրանը պահում ես զորով, այսինքն քո ծնողիդ սիրելով, հարգելով կամ վախի պատճառով, չէ։ Այսօր պետք է մենք պատվիրանը պահենք ոչ թե այսպես ինչ-որ մեկի խաթր, չէ, սենց մի հատ խոսք ունենք մենք, այլ պետք է մեր ներսը բնակվի զորության հոգին եւ Աստված, որ մենք կատենք չարը եւ պղծությունը եւ շնությունը եւ այսպես շատ բաներ։ Այսինքն մեր մեջ երբ որ Աստծո հոգին է, մեզ համար շատ հեշտ է։ Փառք Աստծուն, Գաղատացիս 5, 16, 18-25 խոսքերը, բայց ասում եմ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարիլ։ Եթե ես հոգու մեջ եմ, եթե Սուրբ Հոգով մկրտվել եմ, եթե Աստված իմ բնակվում է իմ սրտի մեջ, որովհետև խոսքն ասում է եւ դուք եք կենթանի Աստծո տաճարները։ Եթե ես հոգով եմ շարժվում, մեղք չեմ գործում, ինչպես խոսքն է ասում։ Հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի, որովհետեւ մարմնի ցանկությունները մենք գիտենք, մի ամբողջ մի հատ ցուցակը մարմնի ցանկությունները տանում են դեպի փչացնում են, տանում են դեպի մեղք, տանում են դեպի կորուստ մարմնի ցանկություն։ Իսկ եթե հոգով ենք գնում, ոչ թե մենք պետք է մեզ զսպվածությունով պահենք, դա չի հասցնի մեզ օրհնության, այլ պետք է մենք քայլենք դեպի Աստծուն իր զորությունով։ Բայց ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ 18-րդ խոսքն ասում է, բայց եթե հոգուց եք առաջնորդում, օրենքի տակ չեք։ Ես օրենքի տակ չեմ, իմ համար օրենք չկա։ Դու ամբողջ օրը մտածում ես, էսի մեղք է, էսի անեմ, էսի չանեմ, էսի կարելի է, էսի չի կարելի։ Կարելիներ չի կարելիների մեջ չի մեր Աստված պաշտությունը։ Մեր փրկվելը մեր անել չանելու մեջ չի։ Մենք պետք է հոգով լցված եղնենք, ասում եմ ձեր նմանների համար օրենք չկա, որովհետև քուստեղից արդեն հանած է։ Կներեք ինձ որտես խոսում եմ։ Քո մեջ դրված չի, քո մեջ այդ չարությունը լցված չի, դու արդեն ազատ ես։ Քո մտքիդ եմ ասում, մտքիդ ծերով էլ չի ասում, չէ՞, դες մի հատ խոսք կա։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվենք։ Դες շատ ժամանակ դու դուրս ես գալի առավոտ, քորդ նորա սկսվե, դու կարող ես վարվել մարմնի ցանկությունով, կարաս նույն ժամանակ քեզ նեղություն տալով վարվես հոգով։ Այս ժամանակը սա այսպես մի հատ այսպես ասեմ, որ պարզ եղնի։ Քո դեպքում այդ որ պետք է վարվես այդ մարդու հետ, ոնց կվարվեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Ոնց կվարվեր ճշմարտության եւ փրկության կատարյալ Աստված։ Մենք վարվում ենք արդեն Աստծո տեսանկյունից։ Մեր աչքերը ուրիշ բան չի տեսնում, մենք տեսնում ենք Աստծո տեսանկյունից։ Ու այսպես շարունակ, փառք Աստծուն։ Աստվածաշնչի մեջ շատ տեղեր կա, որ խոսում է, որ ինչից որ պարտվեցիր, նրան էլ ծառա կլնես։ Մենք հասկանում ենք ինչի մասին ենք խոսում, մենք երբեմն բախվում ենք մեղքերին եւ մեր ուժը չի պատում, մենք մարդ լինելով երբեմն պարտվում ենք։ Բայց գիտես սա դեռ չարիքի սկիզբն է, երբ որ մենք տեսնում ենք, որ բախվում ենք խնդիրներին, մեղքին, որտեղ Աստվածաշունչը խոսում ասում է, արդարը քանի անգամ էլ ընկնի, նա կկանգնի։ Փառք Աստծո, կանգնում ենք։ Բայց երբ որ դու հարատևում ես մեղքին եւ երկար մնում ես մեղքի հետ եւ պարտվել ես նրանից, դու դառնում ես նրա ծառան։ Մեղքը, երբ որ դու հարատևում ես նրա մեջ, երբ որ մնում ես մեղքի մեջ, ընկղմում ես, թաթախվում ես, շատ ժամանակ ես օրինակ ես բերում եմ, մի քիչ կոպիտ է, ասում եմ խոզը ցեխի մեջ լինելով նրա հոտը չի առնում։ Մենք կանչված ենք լինելու ազատության մեջ։ Փառք Աստծուն, փառք մեր Տիրոջը։ Շատ ժամանակ գիտես դու կարաս լինես հոգևոր թույլ վիճակի մեջ, կարող ես լինել տկարության մեջ, եւ ինչպես մենք խոսում ենք, ասում ենք, չէ, ասենք, եկեք ֆիզիկական կողմը նայենք, խոսում ենք, ասում ենք, որ այսօր ես մի քիչ լավ չեմ զգում ինձ։ Մի ձևի եմ այսօր, չէ, մի քիչ թույլ եմ։ Մի քիչ սիրտը խառնում։ Մի քիչ չգիտես ինչ, լավ չեմ, չէ՞, sense խոսում ենք սրա մեջ։ Եվ գիտես նույնպես դու կարաս հոգևոր տեսանկյունից լինես, լավ չլինես։ Եվ դրա այդ ախտորոշումները, որ լավ չես, հոգևորի դեպքում, տես մենք խոսեցինք ֆիզիկականի, սրտխառնոց, գլխացավ,
գույնը թրած է, չէ՞, այս փախած է մի ձևի, ասենք, տեսքը լավ չի, եւ նույնպես հոգեվոր հիվանդության սիմպտոմներ կան, ախտանիշներ։ Տեսեք, այդ երբ որ ինչ ենք զգում, մենք զգում ենք, որ չենք աղոթում։ Երբ որ դու չես աղոթում, դա արդեն աղոթքի կյանք չկա, դա արդեն նորմալ չի։ Չենք կարդում Աստվածաշունչ, չենք կարդում Աստվածաշնչի վրա արդեն փոշի է նստված, երբեմն մարդիկ կա, որ Աստվածաշնչի տեղն էլ չգիտեն, արդեն չգիտեն ուր են դրել։ Աղոթքի կյանքի մասին ես միշտ խոսացել եմ, խոսամ։ Եթե մենք աղոթք ենք անում եւ մեր աղոթքի ձայնը երբեմն դուրս գա, երբ որ սկսում ես փսալով աղոթել, երբեմն այդ բառերը թող դուրս գան քո բերանից, որ քո ականջը լսի։ Դա շատ կարեւոր է։ Երգենք, փառաբանենք։ Գիտես, շատ ժամանակ այդ ասեմ քեզ, այդ երբ որ մարդիկ կան, որ իրանց վրա ազդում է քո փառաբանությունը, երբ որ հոգեվոր երգ ես երգում, նա վրա ազդում է։ Բայց այս խոսքա, չէ՞, ասում раздражает։ Ազդում է, որտեղ ինքը արդեն հոգեվոր լավ վիճակի մեջ չի։ Շատ ժամանակ մարդկանց հետ որ խոսում ես ճշմարտությունը, մարդկա ասենց հալված լսում է քեզ, ինքը սիրում է այդ ամեն ինչը, բայց շատ ժամանակ, երբ որ ինքը իր հոգեվոր տեղում չի, սկսում է շատ կներեկից էս պրոշը կախել, չէ՞, դες մատ խոսքում, ասես ինչ ես թթված ես նայում, չէ՞, շատ ժամանակ այդ ամեն ինչը կա, որտեղ նա դուրը չի գալ, նա իր հոգու մեջ չի։ Սա պետք է մենք հասկանանք, Գաղատացիս 5:7-10 եկեք տեսնենք։ Եվ այստեղ խոսքը շատ տեղին խոսում, ասում է, լավ էիք վազում, ձեզով ետ կանգնեցես, որ չհնազանդվեք ճշմարտությանը։ Այսինքն շատ ժամանակ մարդ կարա հոգևոր վիճակից ընկնի եւ դիվային աշխարհը գա եւ իր վրա մեղքը, ինչպես նոր մի քիչ առաջ խոսեցի, մեղքը գործելով դու լինում ես ինչից պարտվեցիր, կարաս նրա ծառան լինես։ Եվ երբ որ դու մեղքի ծառա ես, նա իշխանություն ունի քո վրա եւ ամեն բան փչացնում է։ Լավ եք վազում, ձեզով ետ կանգնեցես, որ չհնազանդվեք ինչին ճշմարտությունը։ Մենք գիտենք, որ ճշմարտությունը Քրիստոսն է։ Շատ ժամանակ եւ այդտեղ խոսում է 9-րդ խոսքից, ասում է մի փոքր զանգվածը խմորեցնում է եւ փչացնում է։ Մենք գիտենք կանայք, երբ որ ինչ-որ հաց թխելու մեջ կամ ասենք, երբ որ մածուն եք դնում, ինչ եք անում, մի փոքր թթխմոր եք վերցնում, չէ՞։ Մածունին ինչքան հիշում եմ մերան են ասում եւ հացի թթխմորը եւ ինքը վերցնում է եւ ես հիշում եմ իմ մայրս, երբ որ ինքը հաց էր թխում, կամ ասենք մածուն պետքա սարքեր, ինքը ասում էր գնա այս կնոջից կվերցնես, որտեղ նրանից վերցրածից միշտ լավ մածուն է ստացում եւ լավ հաց ալնում։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ մեր թթխմորը ճիշտ տեղից վերցնենք։ Նա լինի Աստվածաշնչից եւ ճիշտ ճշմարտությունից լինի, որ ամբողջ զանգվածը չփչացնի եւ չավիրի։ Լավ եք վազում, ձեզով ետ կանգնեցրեց, որ չհնազանդվեք ճշմարտությանը։ Փառք մեր Աստծուն, մեր Աստվածաշնչի կենթանի աղբյուրի համար, որտեղ Աստվածաշունչը մեզ գալիս է եւ բուժում է, Աստվածաշունչը կանգնեցնում է, Աստվածաշունչը մեզ զորացնում է, սա շատ կարեւոր է, որ մենք հասկանանք, որ մենք ունենք ճիշտ թթխմոր, որն է որ Աստվածաշունչն է։ Երբեմն գիտես Քրիստոսին կանչելով մենք հասկանում ենք, որ Աստված կարա քեզ բժշկի եւ կանգնեցնի, բայց մի հատ ընթացք կա բժշկության մեջ, որ կոչվում է ռեաբիլիտացիոնի ժամանակ, որ ինքը վերականգնողական այսպես մի ընթացք կա, որ ոչ պակաս սրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք։ Սկզբից միանգամից ինչ է, բժշկին երբ որ կանչում ենք, գալիս է միանգամից հիվանդին, ինչ է, ինքը վերականգնում է իր շնչողությունը։ Իրան ասենք ինչ է պետք, թթվածին է պետք, միանգամից կիսլարոդ է պետք, կամ ասենք մասկա են դնում, կամ ասենք պատուհաններն են բացում, մարդկանց դուրս են անում, չէ՞, սենյակից հավաքվել են, գիտվել են գլխին, բայց ինքը օդ չունի շնչելու եւ ինչ են անում։ Այդ մարդկանց դուրս են հրավիրում։ Եվ նույնպես հոգեվոր ժամանակ մենք հիշում ենք, չէ՞, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ գնաց Հայրոսի աղջկան հարություն տալու համար, ինչ արավ, ասավ, այս մարդկանց դուրս անեք։ Շատ ժամանակ մարդկանց անհավատությունը եւ ծաղրանքը խանգարում է մեզ։ Ես այդ ամբողջից պետքա դու ազատվես։ Հոգևոր շնչառությունը, այդ թթվածինը մեր Աստվածաշունչն է, որ մեզ պետքա տեղ հասնի։ Եվ հետո գիտես այդ ռեաբիլիտացիոնի ցենտրի մեջ ամենակարևոր բաներից մեկն է նա քայլելն է, որ պետքա մարդը քայլի։ Շարժվի, չէ՞, այսպես ասենք։ Մենք ինքներս երբ ուզում ենք հիվանդության
հիվանդությունից ազատվելու համար մենք պետք է Քրիստոսի մեջ շարժվենք։ Մենք պետք է քայլենք, մենք պետք է շարժվենք, որ չլրջանանք եւ չբռնվենք, չէ՞, ասես որ չքայլես կբռնվես։ Շատ ժամանակ այդպես է, եթե մենք չենք լսվում խոսքով, այսօր ինչքան էլ լավ քարոզը ստեղ լսես կամ ինչ-որ լավ հայտնություն առնես, վաղը քեզ նորից պետք է կերակրվել։ Ինչպես Հիսուս Քրիստոսը խոսեց, ասավ աղջիկը, երբ որ հարություն առավ, ասավ հաց տվեք նրան, չէ՞։ Ինչպես մարմնի համար հացը շատ կարևոր է, հաց տվեք նրան։ Եվ նույնպես հոգևոր ընթացք կա, որ մենք պետք է ամեն օր հաց ուտենք, ոչ թե երեք կերել ենք, արդեն իսկ մեզ պետք չի։ Եթե դու Աստվածաշունչ չես կարդում, դու կարաս ունենաս անկում եւ մահ։ Սա շատ նման է։ Մենք հիշում ենք, որ մենք ոչ միայն մարմին ենք, այլ մարմին, շունչ եւ հոգի, որ պետք է մեր հոգիները կերակրենք Աստվածաշնչի խոսքով։ Փառք Աստծո։ Եթե մենք նայում ենք Աստվածաշնչի հերոսներին, Աբրահամի կյանքի մեջ նա ինքը իր առոք-փառոք իր վրանի մեջ նստած էր, իրան ամեն բան ուներ, բայց չուներ ինքը զավակ։ Եվ Աստծուց խոստում առնելով, երբ որ դու կունենաս մեծ սերունդ եւ դու կունենաս զավակ եւ քեզնից կծնվի Իսահակը, չէ՞։ Նա իր վրանից դուրս եկավ, քայլում էր, շարժվում էր դեպի այդ ուղղությամբ, որ Աստված կտաներ։ Նա կարար նույն տեղում մնար, չհավատար, բայց չէ, նա հավատում էր եւ քայլում էր։ Մեր ամբողջ ընթացքը, մեր հավատքը, մենք հավատքով պետք է ամեն բան ժառանգենք։ Եթե չկա հավատք եւ ամեն բան սառում է, մենք հավատքով պետք է քայլենք, հավատքով խնդրենք, հավատքով ստանանք, հավատքով ապրում ենք, հավատքով առնում ենք, հավատքով զորանում ենք, կանչում ենք, խոսում ենք, լսում ենք Աստծո ձայնը եւ Աստված գալիս եւ զորացնում է։ Այսինքն մենք պետք է շարժվենք, այդ շարժվելը շատ կարեւոր է մեր կյանքերի մեջ։ Տեսնում եք Հակոբը նույնպես ինքը իր տեղից դուրս եկավ, գնաց եւ հավատքով այն օրհնությունների համար Աստված խոստացել է, նա շարժվեց, տեղից դուրս եկավ, ինքը օրհնվեց։ 40 տարվա մեջ, երբ որ մարդիկ քայլում էին խոստացված կաթ եւ մեղր բխող երկրի համար, որ Աստված խոստացել էր, այսօր երբ որ Գոհար քույրը խոսում էր, նրանք դուրս եկան գերությունից եւ քայլում էին 40 տարի, երբ որ չքայլեին, նրանք չէին հասնի, նրանց ինչ որ մենք տեսնում ենք նրանցից շատերը ընկան ավնապատում, ընկածները կորսվեցին, ոմանք չհասան տեղ, բայց երբ որ դու կանգնես եւ չտես, ասում եմ իրենց սերունդը մտավ այդ, չէ, իրանց սերունդը հասավ տեղ, նա խոստացված երկիրը, մենք այսօր գիտենք այսօրվա մեր Իսրայելն է, երբ որ նրանք որտեղ որ կանգնեին, նրանք արդեն եթե դու քայլում ես, եթե դու գնում ես առաջ, հույս կա որ դու կապրես, հույս կա որ քո հոգևոր վիճակը կլավանա եւ գնում ես դու բժշկության։ Սա շատ կարեւոր է, այդ շարժվելը մենք հիշենք։ Հետաքրքիր բան է խոսում, ասում է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսում է Մատթեոս 11:28-ում խոսում է, ինձ մոտ եկեք վաստակվածներ եւ բեռնավորվածներ։ Մեկ ուրիշ թարգմանության մեջ գրված է, ինձ մոտ եկեք հոգնածներ, չէ՞։ Եվ բեռնավորվածներ։ Այստեղ խոսում է, որ վաստակվածներ եւ բեռնավորված։ Մենք հասկանում ենք, որ հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Աստված խոսում է, ասում է ինձ մոտ եկեք, ինձ մոտ եկեք։ Մենք տեսնում ենք, որ երբ որ մարդը ֆիզիկապես լավ չի, հիվանդ է կամ ասենք տկար է, իրան ինչ են անում, կանչում են միանգամից շտապ օգնության մեքենան գալիս է, սկորի պոմես, չէ՞, այդպես։ Միանգամից հասնում է տեղ, բայց այդտեղ ֆիզիկականի մեջ էսպես է, բայց հոգևորի մեջ մի փոքր ուրիշ է։ Միանգամից չեն հրեշտակները գալիս քեզ, Տիրոջ զորությունը հասնում է, բայց այստեղ դու պետք է քայլես դեպի Քրիստոսին, որտեղ խոսքն ասում է ինձ մոտ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Եթե հոգու չլինի, մենք այս մնացած խոսքերը չենք հասկանա։ Խոսքն ասում է ձեր վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեցրեք։ Այստեղ խոսքն ասում է ինձ մոտ եկեք, չէ՞։ Բայց մենք արդեն բեռնավորված ենք, բայց խոսքն ասում է իմ բեռս ձեր վրա առեք։ Սա եթե Աստված չբացի, մենք չենք էլ հասկանա, որտեղ խոսքն ասում է որովհետեւ իմ լուծը քաղցր է, իմ բեռը թեթև։ Մենք պետք է փոխանակում անենք մեր դժվարը, որ մեզ համար անհասանելի է, մենք պետք է տանք Աստծուն, որտեղ մենք չենք կարող տանել։ Մենք պետք է միշտ հիշենք, եթե քո վիճակը լավ չի, դու պետք է քայլես Քրիստոսին։ Ինձ մոտ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Ես եմ դուռը, ես եմ ճշմարտությունը, ես եմ կյանքը։
Փառք Աստծո, շատ ընդհիրա։ Ես եմ դուռը։ Մենք հասկանում ենք, որ ելքը, երբ որ խնդիրներ կան, երբ որ մենք մտնում ենք փակուղի, Քրիստոսն է դուռը, ելքը, ես եմ ճանապարհը, ես եմ կյանքը։ Մենք տեսնում ենք, որ պետք է մենք քայլենք դեպի դուռը, մենք պետք է քայլենք դեպի ճանապարհը, մենք պետք է քայլենք դեպի կյանքը։ Եթե ուզում ես հոգևոր վիճակը շտկես, մենք ինքներս պետք է սկսենք քայլել։ Մենք կրկին պետք է չմտնենք փակուղի, ինչպես խոսեցի, կրկին չպետք է մնանք այդ ազատությունը պիտի չկորցնենք։ Մենք ինքներս պետք է քայլենք դեպի Քրիստոսը։ Եթե քո մոտ չի ստացվում Աստվածաշունչ կարդալը, սկսի քչից։ Եթե քո մոտ չի ստացվում աղոթ կանելը, սկսի քչից։ Ես միշտ մեր եղբայրներին, եկեղեցու աղբերներին խոսում եմ, ասում եմ, եթե քո մոտ չի ստացվում Աստվածաշունչ կարդալը, գոնե մի փոքր խոսքը, որ ամեն օր քեզ ուղարկում ենք, այդ փոքր խոսքը կարդա, որովհետև դա կսկսի քեզ բուժել եւ դու կարողանաս կարդալ, ասում եմ, լավ է որ դու կարողանաս Աստվածաշունչը կարդալ։ Նոր կդակարան այդ կդակով որ պիտի ժառանգենք երկնքի արքայությունը։ Նորից եւ նորից խոսում եմ, որտեղ Տիրոջ հոգին է, այնտեղ ազատությունը։ Եկեք գնանք առաջ, ոչ թե մեր պատվիրանների անել չանելը, որտեղ մենք չենք կարող առանց Քրիստոսի կատարենք այդ բոլոր պատվիրանները։ Շատ ժամանակ երբեմն դուք զգացել եք, գիտեք, երբ որ դու ուզում ես քո վրայից թոթափես խնդիրները, ունենաս որոշում ես կայացնում եւ ուզում ես որ աղոթքի կյանք ունենաս շատ հզոր ձևի, Աստվածաշունչ կարդալը ունենաս 3 անգամ օրվա մեջ, որոշումներ ես կայացնում, երբ որ եկեղեցուց դուրս կամ ես պետք է մեկ ուրիշ ձևի սկսեմ, պետք է զորանամ եւ հենց այդ ժամանակ գալիս է սատանայի մեծ հարձակումները։ Զգացել եք, չէ՞, դա ամեն ինչը։ Ես պետք է մարդկանց հետ որ խռով եմ, պետք է սկսեմ հաշտվել, որոշում ես կայացնում, բայց երբ որ հասնում ես այդ ժամանակ, որ պետք է հաշտվես եւ ներես ինչ-որ մեկին, դու մոտ սկսում է չգիտես ինչ հարձակումները, դու որոշել ես չբացակայել եկեղեցուց։ Ամեն Կիրակի 2 ժամանակ գնամ էլ ինչ կա, այս դժվար չի, բայց երբ որ գալիս է այդ ժամանակը, որ պետք է այդ ժամանակը տաս քո Աստծուն, գալիս է հարձակումներ, ամեն բան սկսում է փչանալ, իրավիճակները զորանում են եւ փոխում են քո որոշումը։ Մեր սիրելի հովիվ Գոր Մեխակյանը խոսում ասում է, թող քո որոշումները ավելի հաստատ լինեն, որ փոխեն իրավիճակները։ Մենք Աստվածաշունչից մի տեղ գիտենք, որ շատ անգամ խոսել ենք եւ խոսում ենք եւ կարդում ենք, ասում է հակառակ կացեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Բայց սրանից առաջ խոսվում է եւ գրվում է, ասում է հնազանդվենք Աստծուն եւ հակառակ կենանք սատանային։ Դա շատ կարեւոր է։ Երբեմն մենք ուզում ենք հակառակ կենալ սատանային, բայց մենք պետք է հասկանանք, որ պետք է հնազանդվենք։ Հնազանդվելը մեր ձեռքերի մեջ է։ Եթե դու հնազանդվես Աստծուն, քեզ շատ հեշտ կլինի, որ դու հակառակ կանգնես սատանան եւ սատանան ասում է ձեզանից ինչ կանի կփախչի։ Եվ այդ փոթորիկները եւ այդ չգիտես ինչ որ ամպերը սևացած կախված են քո գլխից, նրանք քեզնից կփախչեն։ Իրավիճակները հաստատ կփոխվեն, որ դեպքում, երբ որ դու գնաս Քրիստոսին, երբ որ դու ընթառաշ գնաս, երբ որ դու քայլես, քո փոքր քայլերով ահա կանգնած եմ քո սրտի առաջ եւ փախում եմ քո սրտի դուռը։ Եթե բացես, ներս կմտնեմ եւ խնջույք կանեմ։ Այնտեղ գրված է ընտրիկ, չգիտեմ ինչի, ես միշտ խոսում եմ, ասում եմ ընտրիկ խնջույք կանեմ, որտեղ Աստված խոսում ասում է, եթե դուռը բացես եւ գամ քո ներս, այսինքն դա ինչ որ գործողություն է, մենք ինքներս գործ ունենք անելու։ Փառք մեր Աստծուն։ Եվ շատ չեմ ձեզ հոգնեցնի, մենք միշտ խոսում ենք, ասում ենք, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Մենք չենք կարող մենակ այդ ամեն ինչը անենք, մեզ պետք է մեզ զորացնող Հիսուս Քրիստոսը։ Եվ նորից կարդամ Աստվածաշնչյան Գաղատացիս 5-րդ գլխի 16-ի 18-25-ը, բայց ասում եմ ձեզ, հոգով գնացեք եւ մարմնի ցանկությունները չեք կատարի։ Սա շատ լավ տեղեր են, վերցրեք ձեր մեջ եւ գրեք
ձեր մոտ ունեցեք, սա ամբողջ կյանքում ձեզ պետք է գալու։ Բայց եթե հոգուց եք առաջնորդում, օրենք չկա ձեզ համար։ Եթե հոգով ենք ապրում, հոգով վարվինք։ Այսինքն մենք ամեն բան կարող ենք անել մեզ զորացնող։ Աստծո զորությունը եթե քո ներսը չեղավ, դու կպարտվես։ Մեզ պետք է զորացնող Քրիստոսը։ Եկեք այդ խոսքին ասենք. ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Փառք Աստծո։ Եկեք կանգնենք եւ մի աղոթք վերցնենք։ Հայր Աստված, շնորհակալ եմ քեզանից, դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Շնորհակալ եմ քեզանից, Տեր։ Շնորհակալ եմ քո խոսքիդ համար։ Մի կորցրեք ձեր ազատությունը, Տեր, շնորհակալ եմ քեզնից։ Սուրբ Հոգի Աստված, շնորհակալ եմ քեզնից։ Թող իմ մեջ թող բացվի, որ մենք ազատ ենք քեզանով, Տեր։ Քո ազատությունը թող մեր մեջ կա, Տեր։ Քեզ հասնելու համար անել չանելու մեջ չի, Տեր։ Այդ քո հոգիդ կուզենք, որ մեր ներսը բնակվի, որ մենք ունենանք ճշմարտության հոգի, թող մեր ներսը բնակվի, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ մեզ կանչել ես, որ մենք ուրախ լինենք, Տեր, որ քո ուրախությունը մեր ներսը բնակվի եւ քո արդարությունը եւ ճշմարտությունը մեր ներսը բնակվի։ Ամբողջ փառքը տալիս ենք քեզ, փառք քեզ, ամեն։ Փառք մեր Աստծուն։